Սյունիքի մարզի Կապան և Քաջարան քաղաքները և դրանց շրջակա գյուղերը հանքարդյունաբերական գործունեության կենտրոններ են։ Այստեղ գործում է երկու խոշոր ձեռնարկություն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կապանի լեռնահարստացման կոմբինատը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, որն աշխարհի խոշորագույն հանքավայրերից է։ Այն զբաղեցնում է 421,2 հեկտար տարածք։ Կոմբինատը տարեկան արդյունահանում է 22 միլիոն տոննա հանքաքար։ Քաջարանի տարածքում կուտակվում են դատարկ ապարներ և լցակույտեր։ Պոչերը տեղափոխվում են Արծվանիկի պոչամբար։ Արծվանիկի պոչամբարի տարածքը կընդլայնվի։ Տարեսկզբին շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել պոչամբարի ընդլայնման նախագծին։ Այն կընդգրկի Արծվանիկ, Աճանան, Չափնի, Բարգուշատ և Սևաքար բնակավայրերի տարածքները։ Պոչամբարի մակերեսը կավելանա ևս 233 հեկտարով, դառնալով 863 հեկտար։ Կապանի լեռնահարստացման կոմբինատը շահագործում է Շահումյանի ոսկի բազմամետաղային հանքավայրը և Գեղանուշի պոչամբարը։ Այստեղ նաև վերամշակվում է Լիչքվազ ընկերության կողմից շահագործվող Լիչքվազ թեյի ոսկու հանքավայրի հումքը։ Շահումյանի բազմամետաղային հանքավայրի տարածքը կազմում է 378,6 հեկտար։ Հանքաքարի ընդհանուր ծավալը 17 միլիոն 850 հազար տոննա։ Տարեկան արդյունահանման ծավալը կազմում է 600 հազար տոննա հանքաքար։ Լիչքվազ թեյի հանքավայրից տարեկան միջին հաշվով Կապանի կոմբինատին մատակարարվում է շուրջ 150 հազար տոննա հանքաքար։ Ազդագիր համայնքներին հանքարդյունաբերությունը տալիս է աշխատանք, եկամուտ, ծրագրեր և սոցիալական աջակցություն։ Զարգանում է նաև փոքր բիզնեսը։ Մյուս կողմից հանքարդյունաբերությունը հասցնում է վնաս շրջակա միջավայրին, սահմանափակում է այլընտրանքային զարգացման հեռանկարները, ազդում է մարդկանց առողջության վրա։ Կապանի լեռնահարստացման կոմբինատն ընդլայնում է իր արտադրողականությունը, տարեկան 600 հազար տոննայից հասցնելով 1 միլիոն տոննայի։ Նախատեսում է վերակառուցել Գեղանուշի պոչամբարը։ Սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերը գումարային արտահայտությամբ, եթե ներկայումս մոտ 180 միլիոն դրամի չափով է արվում մեր հետ համագործակցելով, ապա շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվության մեջ ներառվի եւ ամրագրվի նվազագույնը 300 միլիոն դրամի չափով։ Տեղի բնակիչները մտահոգ են, որ էկոլոգիական ռիսկերը կարող են աճել և որ ընկերությունների կողմից տրամադրվող սոցիալական և ֆինանսական աջակցությունը անհամաչափորեն փոքր է ռիսկերի համեմատ։ Նախ մեր բնությունը չորանում է, կանանց բնությունը չորանում է, որ նայում ես լացդ գալիս է։ Հողամասեր այգիների բերքը փչանում է, հիվանդություն է ստանում, ոչ մի բան չեք վերցնում։ Ծառերը չորանում է, օդը լավ չի, ժողովուրդը շշիթ է հիվանդանում, բողոքում, ջուրը լավ չի, ինչը լավ չի։ Պոչամբարը շատ է խանգարում մեզ, առողջությանն էլ վնաս տալիս, բնությունն էլ շատ վնաս տալիս պոչամբարը։ Ասեք սպիտակ փոշի նստում, առավետը որ երեսկենում, հոնց ցողն է էլի նստում, այ ձևի փոշին է նստում սպիտակ։ Որտեղից է փոշինը ձեզ։ Խոստից էլի, այդ բաների հանքից, շտեղան պիտի։ Կապանը, Քաջարանը շրջապատված է հանքերով, մենք երբեմն ունենում ենք անզեն աչքով տեսանելի, եթե գետը ինչպես է աղտոտվում, ինչպիսի ծանր հոտ է լինում, չեք կարող մենք դրանից խուսափել, եթե գործում են հանքերը, անդառնալի է նրանց հետևանքները։ Ազդագիր համայնքներն ու բնակիչները կարիք ունեն առողջական ապահովագրության, իրենց առողջական վիճակի վերաբերյալ պարբերական մշտադիտարկումների, խոցելի խմբերի համար հատուկ ծրագրերի իրականացման, շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկացվածության։ Մարդ եթե իմանում է, այսինքն օրինակ, որ ինքը
ապրում է կամ զբաղվում է գյուղատնտեսությամբ մի հողի վրա, որտեղ որ ծանր մետաղների առկայությունը բարձր է, դա նշանակում է, որ ինքը պետք է սկսի մտածել այլընտրանքային, որոշակի լուծումների մասին։ Եվ նաև որոշակի սոցիալ-տնտեսական այնպիսի լուծումներ պահանջի, որոնք ոչ միայն սոցիալ-տնտեսական լինեն, այլ նաև սոցիալ-էկոլոգիական, բաղադրիչներից բաղկացած լինեն, որը կմեղմացնի իր բնակավայրում համայնքում, ասենք, բացասական ազդեցությունը։ Որպես նաև հետազոտող լինելով շատ եմ լսում, որ կան սրտանոթային ճնշման եւ այլ խնդիրներ, որ ամեն երկրորդ մարդը ունի, յուրաքանչյուրից էլ որ հարցնեք կարող է ունենան հենց ճնշման խնդիրը ու սրտանոթային խնդիրը, ու հիմնականում վահանաձև կեղծի հետ կապված ու ուռուցքների հետ կապված հիվանդություններն են շատ մեր մոտ։ Գեղանուշ եւ Կեմարյան համայնքներում մարդիկ շատ իրանց խոսքով իրանք շատ անտեսված են, ունեն բազմաթիվ խնդիրներ, այսինքն իրանք այնտեղ ապրելով շնչելով այդ օդը, ունեն շատ խնդիրներ եւ բայց չգիտեն այդ խնդիրների լուծումը ինչպես տան։ Իրավունք ունի պահանջել որպես ազդակիր բնակավայրի բնակիչ, որպեսզի ինքը անցնի պետական մակարդակով առողջության գնահատում կամ էլ ասենք ունենա առողջապահական ապահովագրություն որպես ազդակիր տարածքում կամ բնակավայրում ապրող բնակիչ։ Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում ծրագրի շրջանակներում չեխական Արնիկա կազմակերպությունը ազդակիր համայնքների բնակիչներին ներկայացրել է միջազգային փորձը առաջարկել կանաչ վերափոխման ուղիներ։ Համայնքների կանաչ օրակարգի ձևավորման համար նախ անհրաժեշտ է շրջակա միջավայրի աղտոտվածության գնահատում, ինչի համար բնակիչների առաջարկով Արնիկայի փորձագետները հողի, գետային նստվածքների, փոշու փորձանմուշներ ու կենսանմուշներ են վերցրել Կապան եւ Քաջարան խոշորացված համայնքներից։ Ցանկանում թող բարձվի իմանանք տեսնենք Պոչամբարից է այս հիվանդությունները, թե ինչ որ մի ուրիշ տեղից է, ուրիշ բանից է, ինչ իմանա։ Մեր հետազոտությունները սկսեցին ընդլայնել իրենց աշխարհագրությունը տեղի բնակչության պահանջով։ Հանքարդյունաբերական տարածքները, այդ թվում Պոչամբարները, հանդիսանում են ծանր մետաղներով աղտոտվածության հիմնական օջախներ։ Մեր հետազոտությունների շրջանակում հավաքագրել ենք մեզի նմուշներ, ուսումնասիրում ենք նաև փոշին, քանի որ ծանր մետաղներով աղտոտվածությունը ամենից հեշտ է տարածվում հենց օդի եւ փոշու միջոցով։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Պոչամբարները փակված են, աղտոտումը չի վերանում։ Այն մնում է փոշում մեջ եւ շարունակում ազդել այդ տարածքի եւ այդտեղ ապրող մարդկանց առողջության վրա։ Եթե մարդիկ իրենց այգիներում աճեցնում են մրգեր եւ բանջարեղեն, ապա այդ սննդի հետ միասին կարող են իրենց օրգանիզմ անցնել նաեւ ծանր մետաղներ։ Մեր ծրագիրը կենտրոնացած է Հայաստանի հանքարդյունաբերական շրջանների փոխակերպման վրա։ Մենք աշխատում ենք մարդկանց հետ, բարձրացնելով նրանց իրազեկվածությունը եւ օգնելով բացահայտել ու զարգացնել նրանց ներսում եղած ակտիվիստական ուժը։ Մենք հավաքում ենք հողի ու ջրի նմուշներ, ուղարկում դրանք լաբորատորիա եւ ստանում հստակ արդյունքներ։ Այդ արդյունքները ցույց են տալիս կա արդյոք աղտոտում եւ եթե կա, ինչ չափով ու ինչ տեսակի։ Այդ տվյալներով մենք հետ ենք վերադառնում մարդկանց մոտ։ Միասին աշխատում ենք, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց իրավունքները, խոսել իրենց բնակավայրերի մասին եւ այդ փաստերը օգտագործել։ Թափանցիկություն կարող է տալ, որ մենք իմանանք, թե ինչի հետ գործ ունենք եւ մենք ինչով եք շրջապատված մեր բնակավայրի դրական եւ բացական կողմերը։ Ես ինքս որպես բնակիչ շատ էի ուզում, որ իրականում մարդիկ տեղեկացված լինեն, թե իրականում ինչ կարգի են աղտոտված, թե շրջակա միջավայրը, թե մարդկանց օրգանիզմները։ Կարծում եմ, որ նման հետազոտությունը շատ պետք են մեզ բոլորին բնակիչներին հատկապես եւ հատկապես բնակիչների մասին, ովքեր որ ապրում են հենց ազդակիր համայնքներում։